Հայկական ազգային պարերի մասին հետաքրքիր փաստեր։ Հայկական ազգային պարը սկիզբ է առել հայկական լեռնաշխարհի տարածքում։ Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի և բնության հանդեպ։ Հայկական ավանդույթների և հատկապես պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը։ Նա վկայում էր, որ մ.թ.ա. առաջին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել, կատարելով բեմական ներկայացումներ և պարեր։ Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի և հանդես էին գալիս առանձին։ Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից։ Պարերի մասին վկայություններ կարելի է հանդիպել նաև ժայռապատկերներում։ Քարերի վրա տեսանելի են մարդիկ կենդանական գլխանոցներով և պարային շարժումներով։ Նման պատկերները ցույց են տալիս անգամ շարժման ռիթմն ու դինամիկան։ Նկատելի են քայլերը, ոտնաթաթերի դիրքը և պտույտները։ Հայկական պարերի ուսումնասիրության առանցքային ուղղություն է հանդերձանքը, տարազը։ Այն բացի մարդկանց կենցաղի բաղադրիչ լինելուց, հանդիսանում է նաև ազգային պարի կարևոր բաղադրիչը։ Տարազը առանձին մշակույթ է, որը պարի ժամանակ իր նշանակությամբ ծառայել է որպես երկրորդ մեղեդի։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծելով իր ազգային պարերն ու ժամանակի ընթացքում փոխանցելով դրանք, ենթարկել է որոշակի փոփոխությունների, սակայն պահպանվել են միայն հայկական մշակութային բնորոշ երաժշտական և արտահայտչական տարրերը, որոնք միանգամայն տարբերվում են այլ ժողովուրդների ազգային պարատեսակներից։ Ծիսական պարեր։ Ծիսական պարերը բոլոր այն պարերն են, որոնք կատարվել են կենցաղում կապված տարրեկան տոների, հարսանիքների, արարողակարգերի և այլ ծեսերի հետ։ Այս պարերն առավելագույնս ամփոփել են տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը իրենց կառուցվածքային բոլոր տարրերով։ Կան ծիսական պարեր, որոնք կատարվել են միայն տարրեկան տոների ժամանակ միայն մեկ անգամ տվյալ տոնի ընթացքում։ Պարային շարժումների միջոցով մարդիկ փորձել են պատկերել ինչ-որ պրոցեսներ և կատարել լուրջ ծիսական արարողություններ։ Դրանց միջոցով նրանք աստվածներից որոշ պարգևներ են խնդրել, իսկ երբ արդեն ստանում էին ցանկալի պարգևը, կրկին ծիսական պարերի միջոցով շնորհակալություն էին հայտնում։ Հայերը պարին շատ զգուշությամբ և լրջորեն էին վերաբերվում, քանզի պարերը ունեին ծիսական նշանակություն և ձոնված էին աստվածներին։ Հետևաբար, եթե ինչ-որ պարային շարժում սխալ կատարվեր, այն կբարկացներ աստվածներին։ Ծիսական պարերն առանձնացել են նաև իրենց շարժումների յուրահատուկ սիմվոլիկայով։ Պարերն ի սկզբանե եղել են շրջանաձև, իսկ ինչ սիմվոլիկա է ունեցել շրջանը։ Շրջանն անվերջության և հավերժության սիմվոլն է։ Պարի մեջ ետ և առաջ շարժումները խորհրդանշել են անկայունություն, և հետաքրքիր է այն փաստը, որ այս տեսակի պարերը հիմնականում պարել են կանայք։ Տղամարդիկ հազվադեպ են ընդգրկվել նման պարերի մեջ։ Գոյություն ունի նաև հատուկ ծափ պարերի տեսակ։ Ծափն ունի չարխափան նշանակություն, այսինքն ծափ տալով ժողովուրդը արտահայտել է ոչ միայն իր ուրախությունն ու ցնծությունը, այլ պայքարել է չարի դեմ, այդ ձևով վախեցնելով չար ուժերին։ Յարխուշտա։ Յարխուշտան մեզ հասած ազգային ամենաուշագրավ ռազմապարերից է։ Յարը պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլ նաև օգնական, ընկեր, այս դեպքում համախոհ և զինակից, իսկ խուշտա բառը ծագում է իրանական խշտ բառից, որը նշանակում է կարճ նիզակ կամ զենք։ Այսպիսով, յարխուշտա պարի անվանումը նշանակում է զինակից ընկեր կամ զենքի ընկեր։ Այս պարը պատկանում է ծափ պարերի դասին։ Պարողները ձեռքի հարվածներով ասես փոխանակվել են զենքերով։ Այս պարը հիմնականում տարածված է եղել Սասունում։ Յարխուշտայի մասին լեգենդներ են պատմում, որ հակառակորդը լսելով զուռնա-դհոլի ձայնը և հայերի ռազմական խրոխտ պարը թողել փախել է ռազմի դաշտից առանց ճակատամարտ տալու։ Ըստ որոշ վկայությունների, Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի զորքերը մարտից առաջ հանդիպել են և որպեսզի հասկանային, թե ում զորքն է ավելի ուժեղ, յարխուշտա են պարել։ Այնքան ժամանակ են պարել, մինչև ուժեղ հարվածներից մի զորքի ձեռքի ափերը վնասվել են։ Յարխուշտան այն քիչ պարերից է, որը ժամանակի ընթացքում երբեք փոփոխությունների չի ենթարկվել։ Քոչարի։ Հեթանոսական ժամանակաշրջանից մինչև օրս մեզ հասած և ամենատարածված պարը քոչարին է, որը նվիրվում է խոյի պաշտամունքին։ Այդ ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը,
ապա ոչ ոք չի կարողանա իրենց տրկացնել։ Մինչև 19-րդ դարը քոչարին պարում էին միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ, իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը, այն սկսեցին պարել բոլորը։ Քոչարի պարի տարատեսակները բազմաթիվ են, քանի որ յուրաքանչյուր շրջան ունի այս պարի իր տարատեսակը։ Քոչարի պարի յուրահատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12,000 տարվա վաղեմություն ունեն։ Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառում են ապրելու և զորանալու աստվածային և մարդկային դրական փոխհարաբերությունների գաղափարը։ 2017 թվականին հայկական քոչարի խմբապարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում։ Ժողովրդի հիշողությունից և առօրյայից վաղուց անհետացել են պատկերացումները այն մասին, որ ինքը մինչ օրս պարում է պարեր, որոնցով մի ժամանակ հմայություններ են արել թշնամուն կամ պարել չար ոգիներին վնաս հասցնելու նպատակով։ Ազգային պարը այսօր դարձել է առօրյա կյանքի, խնջույքների, բեմական ներկայացումների անբաժան մի մասը։ Ազգային մի շարք պարեր վաղուց ձեռք են բերել աշխարհիկ բնույթ, նրանցից շատերն էլ վերացվել և մոռացվել, սակայն ազգային պար երևույթը շարունակում է մնալ որպես ազգի առանձնահատուկ և տարբերակիչ մշակութային տարր։